Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր զրուցելու ենք Հայաքվե քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մավելյանի հետ, շնորհակալ եմ հրավերը ընդունել։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մավելյան, ընդդիմադիր խոշոր ուժերից Ուժեղ Հայաստանի ղեկավարը Սամվել Կարապետյանը հետընտրական փուլում համախմբման, այսպես կոչով է արել, ասում է ընդդիմադիր ուժերին, որ քննարկումներ սկսեն, էլի նույն օրակարգով։ Ուշացած չէ այս կոչը, պետք չէր արդյոք ժամանակին նման քայլեր ձեռնարկել, որպեսզի այսպիսի պատկեր չլինի։ Գիտեք, այնց խոսք կա, չէ, այկն ասում են լավ է ուշ, քան երբեք։ Հետևաբար նման առաջարկը երբեք էլ ուշ չէ, ավելի լավ կներ մինչև խորհրդանական ընտրությունները, բայց իմ խորհրդին համոզմամբ որոշակիորեն նաև տեղի ունեցել որոշակի տրանսֆորմացիա մեր sense ասեմ ընտրող հասկացողության մեջ։ Եթե նախկինում ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրող ինքը շատ տարանջա, այսինքն տարաբնույթ, տարբեր սոցիալական շերտեր ներկայացնող, տարբեր արտաքին եւ ներքին քաղաքականության տարբեր մոտեցում ունեցող անձինք են, ապա իմ համոզում այս վերջին ընտրությունից հետո տեղի ունենում նաև այդ խմբերի միավորում, ոչ գիտակցական, ոչ ձևով, բայց մարդիկ հասկանում են, որ երկիրը փրկելու համար շատ հարցեր պետք է դնել երկրորդական պլան, արևմտամետ, ռուսամետ, չգիտեմ, այդ տարանջատումներին պետք է վերջ տալ, որովհետև նայեք, այսօրվա քաղաքական ռեժիմը հիմնվում է մի քաղաքական փիլիսոփայության վրա, որն է բաժանել, որ տիրես, այսինքն հայ ժողովրդի բաժանման, պառակտման գործընթացում, որ իրենք լծված են sense նպատակաուղղված կերպով, երբեք չի եղել, հիշենք, սևեր ու սպիտակիներին էին նախկինում տարանջատում հայերից, նախկինների ներկաների, հետո արցախցիների, հայաստանցիների, հետո սփյուռքահայերը, հայաստանցիների, հիմա ատելություն ասեն Ռուսաստանում ապրող հայերի նկատմամբ եւ այլն, հիմա արդեն նաեւ դրանից են առաջանցել, արդեն ընդդիմությանը ձայն տվողների նկատմամբ ատելության քարոզա գնում։ Ասում են, որ այդ ընդդիմության ձայների 70%-ը ընտրակաշառքի միջոցով է։ Այսինքն կարող ենք այս խոսքից օրինակ եզրակացնել, չգիտեմ, կամ սպասել, որ առաջիկայում այսպես շղթան շարունակվելու է հանրակաշառքի վերցնելու կամ տալու հիմքով ձերբակալություններ կան։ Նայեք, եկեք ընդունենք մի փաստը, որ այս ընտրությունները կեղծված ընտրություններ են։ Իսկ Եվրամիության ներկայացուցիչները ԵԱՀԿ-ի մասնապես իրենց հայտարարությունը բայց միջազգային հանրությունը ընդունել է, ողջունել է։ Ընդունել են, չեն ընդունել էական չի, իրանք ընդունել դա իրենց քաղաքական էությամբ ելնելով, բայց իրանք շատ լավ հասկանում են, որ ընտրությունները բացարձակ կեղծված ընտրություններ են եղել։ Ու դրա մասին իրենք էլ են խոսում։ Առավելորեն երեք նույնպես Եվրոպարլամենտում տարբեր տեղեր այդ մասին խոսք է գնացել, որ ընտրությունները անցել են սարսափելի ճնշումների, ձերբակալությունների, այնել է ձերբակալություն մասսայական բնույթ են կրել, իշխանական ռեսուրսի օգտագործման մասին բոլորը դրա մասին շեշտում, բացի դեռ նկատենք այսպես կոչված ԱՊՀ դիտորդներից, մնացած բոլորը ասում են։ Հիմա ընդունում են իրենց ղեկավարություն չեն ընդունում, սա երկրորդական է, որովհետև սա ավելի շատ քաղաքական հարթության մեջ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ սենց կեղծված ընտրությունները հայ ժողովրդի պատմության մեջ չի եղել երբեք։ Նույնիսկ 96 թվականի հայտնի կեղծված ընտրությունները այս մասշտաբի չեն ունեցել, որովհետև նույնիսկ այն ժամանակ 700 մարդ չէր ձերբակալվում ակտիվիստներից, ինչ որ կեղծ մեղադրանքներով։ Նույնիսկ այն ժամանակ, ասենք ընտրության օրը ընդդիմադիրների շտաբերը չէին շրջափակվում եւ նրանց նկատմամբ ոստիկանական հարձակումներ չէին լինում։ Նույնիսկ այն ժամանակ, ասենք թե ընդդիմության առաջին տասնյակի մեջ գտնվող անձանց ամենօրյա սկզբունքով չէին ձերբակալում։ Այսինքն մասսայական այս ճնշումը, որը եղել է ընդդիմության նկատմամբ, սա ընտրակեղծարարության առաջին արարն է։ Երկրորդը արդեն ինքներդ գիտեք այն մասին, բանակի օգտագործումը, իշխանական ռեսուրսի օգտագործումը, մոտավորապես 18000 անհայտ կամ բգախնի փակ ցուցակները, որոնք քվեարկել են, որ մինչև պարչի, մինչև թե քանի անգամ են քվեարկել, պլյուս 100,000 անձնակներ, որոնք համակարգը չի ճանաչել, այսինքն բոլոր այս թվերը նախորդների համեմատ աննախադեպ են։ Նաև պլյուս դրան ավելացնենք 17000
անվավեր քվեաթերթի։ Այդ դեպքում հիմա դուք այնպիսի խնդիրներ եք նշում, որոնք եղել են ընտրական քվեարկության process-ի, ընտրական process-ի ժամանակ, բայց ընդդիմությունը ի սկզբանե այդպիսի մտահոգություններ ավելի վաղ էր հայտնում, որ կտեսնենք ընտրությունները համատարած գեղձիկներով էր։ Բա ուր էր այդ ընթացքում ընդդիմությունը։ Կամ հենց այն պահին, երբ որ օրինակ Նիկոլ Փաշինյանը դեռ մի քանի տեղամասերի հաշվարկից հետո հայտարարում էր, որ մենք հաղթել ենք ու կառավարություն ենք ձևավորել։ Այդ ընթացքում քվեարկության ընթացքում եւ այդ ժամանակ ուր էր ընդդիմությունը։ Շատ կարևոր հարց եք տալի, որտեղ էր ընդդիմությունը։ Նորից եմ գրում, ընդդիմություն մեկմիասական չի եղել։ Կային տարբեր ընդդիմադիր թևեր, ընդհանուր առմամբ մոտավորապես, եթե չեմ սխալվում, 18 կուսակցություն եւ դաշինքներ են մասնակցում, անց ճշտող մեծամասնությունը ընդդիմադիր հայացքներ են։ Ու հիմնականում նաեւ դա էլ չմոռանանք, եթե ընդդիմադիր 3 հիմնական ուժերը մոտավորապես 550,000 ձայն են հավաքել, ապա եւս 200,000 ձայն հավաքել են մանր տարբեր կուսակցություններ միասին վերցրած։ Հիմա ես համոզված եմ, որ եթե գրագետ աշխատանք տարվի եւ ձեր ասած ընդդիմությունը մեկմիասնական, ու չասեմ դեմքով, գոնե մեկմիասնական հարթակով հանդես գա, ապա այն դեպքում կարելի նաեւ այդ հարցադրումներ անել, որտեվ քանի ընդդիմությունը տարանջատված է, ասել թե ընդդիմադիրները ինչ են անում, ես չեմ կարող ձեր այդ հարցին պատասխանել։ Ան մեկը մի գործով է զբաղված, ան մեկը վստահ է, որ ինքը կհաղթի։ Ան մեկը վստահ է, նույնիսկ այն 2%, 3%-ներ հավաքողները վստահ են, որ իրանք 10-20% կհավաքեն կամ 50% շատերը ասում են։ Բայց քաղաքական դաշտում այդ ռեալությունը, հա, այսպես փաստերի աչքերին նայելը, դա կարևոր, այսպես ասած, նախապայման է, որը փաստորեն բացակայում է քաղաքական ուժերի մոտ։ Նայեք, եթե մենք գնում ենք այդ ձեր ասած քաղաքական ռեալության տրամաբանությամբ, ապա այդ դեպքում ընդհանրապես պետք չէ ընտրություններին մասնակցել։ Կամ ընդհանրապես սպայդրությամբ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որ այն քաղաքական ուժը, որը իշխում է, ինքը կարող է հավերժ վերարտադրվի։ Ինքը ունի դրա համար բոլոր լծակները, իշխանական, պետական ռեսուրսները, ճնշումները, ձերբակալությունները, որոնք հիմա էլ հենց այսօր էլի ընդդիմադիրների ձերբակալությունները։ Այո, որտեղ ասում են ընտրակաշառք է բաժանվել ապրելի թվում։ Դե իրանք բարձա պետքա փորձեն։ Ձայնագրություններ են հրապարակում։ Պետք է փորձեն տենց կեղծ ձայնագրությունները բանում, անանց մենք գիտենք, չէ՞, ձայնագրությունների ճակատագիրը, ձայնագրություններն հրապարակում, որոնք հետագայում կամ հերքվում են կամ ուղղակի անհետ կորում են, այդ քրեական գործերները ջրվում գնում են, բայց դա տևում է տարիներ, կեղծ իմիջ է ստեղծվում, որ այդ մարդկանց վարկաբեկվում են այդ մարդիկ, բայց վերջում պարզվում է, որ տակը բան չկա։ Հիմա բացառված չէ, որ գնացել է զանգվածային գաղտնալսում բոլորիս լսել են, բոլորիս։ Ցանկացած մոնտաժնիկ ամենամիջին կարգի կարանտան եւ իմ ցանկացած խոսակցությունից ինչ որ բառեր մոնտաժեն, բերեն կպցնեն ու վաղը ինձ ձերբակալեն, ասեն, որ ես իբր թե չգիտեմ, ընտրակաշառք եմ բաժանել կամ խոսք եմ տվել, կամ ինչ որ մեկ այդ նստած, չգիտեմ, հաց եմ կիսել, խորոված եմ կերել եւ դա արվել է ընտրակաշառքի տրամաբանության մեջ։ Ցանկացած գործ կարել ցանկացած մարդու վրա իրեն կարող են։ Մի հավատացեք երբեք այդ ձայնագրություններին, որովհետեւ դրանք որպես կանոն 90%-ը կեղծիք են։ Այն 10%-ն էլ դրանք մոնտաժված կեղծիքներ են։ Հետևաբար այս իրանց տրամաբանությունը մեկն ընդդիմությանը կոտրել ու ոչնչացնել։ Այսօր իշխանական պատգամավորներից մեկը այսպեսի հայտարարություն է, ասում է թող կան ազգային ժողով, տեսեք ընդդիմությանը ինչ են կանելու, ջախջախելու են։ Դե հա, պարզ է, այս մարդիկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում էր քրեա օլիգարխիկ այդ համակարգը ոտքի տակ եմ տալու։ Դե իրենք 8 տարի իշխանության են, 8 տարի քրեա օլիգարխիկ համակարգը ոտքի տակ են տալու ու ուր են հասել դրանում, բացի մեծամիտ խոսալուց ու Հայաստանում ընդդիմադիրներին ձերբակալելուց ու գնալուց Թուրքիա առաջ, Ադրբեջանցու առաջ կզելուց բացի իրենք ուրիշ էլ ինչ կարող են անել։ Այնտեղ իրանք կուրկուրի ձակ են գալիս, ինձ թե առույց են կտրում, որովհետև շրջապատված են տարբեր տեսակի ուժայինների աջակցությամբ, որոնք մի մատի շարժումով գնում ցանկացած մեկին ձերբակալում։ Այդ կոչից, հա, համախմբան նաև հնչեց հայտարարություն, որ հանրահավաք է ընդհանուր լինելու։ Այլ ինչ սպասել, ինչ կտա, այս արդյոք այդ ցանկալի, հա, զանգվածը կհաջողվի այս անգամ իշխանության ընդդիմությանը գեներացնել, թե հերթական անգամ կոչ կարվի, կհավաքվի, հետո այսպես տներով բոլորը։ Նայեք, սպասել, որ հիմա ինչ որ փողոցային շարժում կլինի, ես սա իմ անձնական կարծիքն եմ ասում, ես չեմ ներկայացնում ոչ ընդդիմությանը, ոչ ինչ որ ընդդիմադիր լինելով հայաքվե անդամ ամեն դեպքում մենք ընդդիմադիր, այսինքն ընտրական գործընթացի մեջ չենք
եւ հետեւաբար նմանատիպ, ասենք թե հանրահավաքների տրամաբանությունը ինքը հասկանալի է ուժի ցուցադրման ձևի առումով, բայց երբեք պետք չի սպասել նրանց, որ դրանից հետո ինչ-որ գործողություններ կսկսեն։ Այն կարծիքը, որ 2018-ը հիմա կարող է կրկնվել, իմ կարծիքով շատ անհիմն է։ Ընդհակառակ այսօր պետք է գնալ ուղղակի ուժերի կոնսոլիդացման ճանապարհով, որովհետև ընդդիմությանը բաժանելու են մասերի եւ մաս-մաս sense գլուխները ուտեն բոլորի։ Բայց միաժամանակ սա նաեւ ցույց է տալիս ընդդիմության նկա գլուխ ուտել ասելով ինչ նկատի ունեք։ Դե նկատում եմ այդ քաղաքական լիդերներին ձերբակալությունները առանձին, եթե չմիավորվեն, միասնաբար չսկսեն գործել։ Բայց ուշ չէ այդ ամենը։ Չէ, երբեք ոչ բանել ուշ չէ, որովհետեւ սենց ասեմ, դրած է հայրենիք ունենալ չունենալու հարցը, որ Հաջիևը գալիս է ու սկսում է Դիլիջանի կենտրոնում տիրոջ իրավունքով պատտվել մանգալ, այն քաղաքի, որտեղ Ռուբեն Վարդանյանը 200 միլիոնից ավելի դոլար, 200 միլիոն դոլարից ավելի ներդրում է անել։ Սա նշանակում է, որ երբեք էլ ուշ չէ, պետք է պայքարել։ Որովհետեւ այս մարդիկ մեր երկիրը մաս-մաս ծախելու են, բառացիորեն երեք սկսվել է կամ ավարտվել է Նախիջևանում վերադարձ դեպի Արևմտյան Հայաստան, այսպես կոչված փառատոներ, մրցույթեր, չգիտեմ ինչեր, որին մասնակցել են նաև Ադրբեջանի պետական մարմինները, այսինքն դա երբեք էլ չի կարելի ասել ինչ որ ՀԿ-ի կազմակերպված բան է, որ դա պետական մակարդակով կազմակերպված գործընթաց է։ Այս մարդիկ վստահ են, որ այս Նիկոլիզ կոչվածին իրենք են բերել իշխանության, իրենք են պահել իշխանության։ Հիմա նա իրենց բոլոր պահանջները կկատարի։ Պարզապես ինքը կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, իր առաջնային քայլից մեկը դա անդիմության ջախջախումն է։ Բոլորին ձերբակալել, բոլորին տանել բանտերում փակել, այլ ճանապարհ իրանք չունեն։ Որտեղ այս աշնանը արդեն կսկսվի այսպես կոչված կեղծ անկլավների հանձնման գործընթացը, ու դա կանգ չի առնելու։ Այդ հանձնումը անընդհատ տեղի ունենալու, անընդհատ։ Ու Ադրբեջանը նորանոր պահանջներ է դնելու։ Պարոն Ավելյան, Ադրբեջանում, քանի որ այս խոսույթին անցանք այս թեմային, այնտեղ Արևմտյան Ադրբեջանը ստեղծված իբրև կազմակերպությունը ինչ որ միջոցառումներ է իրականացնում, հա, կրկին խոսում են այնտեղ տարբեր հետևում է տարբեր հայտարարություն հնչեցրին, որ պետք է ապահովել ադրբեջանցիների ապահով վերադարձը Արևմտյան Ադրբեջան։ Այ փաստորեն ընտրություններից հետո այս խոսույթը ավելի է թեժանում եւ օրինակ այսպես են ասում են, մենք որքան էստեղ խոսում ենք Ղարաբաղյան հակամարտության շարժման մասին, այս խոսույթը Արևմտյան Ադրբեջան իրենց մասին իրենց մոտ ավելի, այսպես ասած, նոր թափ է ստանում, բայց հիմա այստեղ որևէ ուժ չի խոսում Ղարաբաղյան շարժման մասին։ Նայեք, Արցախի եւ նրա արցախցիների իրավունքների մասին, չէ, ընդդիմությունը խոսում է։ Կոնկրետ Ղարաբաղյան շարժման մասին։ Օրինակ օրինակ են, հա, բերում զուգահեռային անցկացնում, ասում են դուք որքան էստեղ խոսեք Ղարաբաղյան շարժման մասին, այդքան իրենք պահանջել են Արևմտյան Ադրբեջանը։ Պարզ է, բայց այն իրանց կեղծ թեզը, որ իբր թե հայելանման, եթե մենք սա չխոսանք, ընդ իրենք էլ չեն խոսա, եթե մենք սա մի բան անենք, ընդ իրենք էլ անեն, այս մարդիկ շատ պարզ, պրիմիտիվ քաղաքագիտական սկզբունքներ չեն հասկանում, որ ինչքան դու սուս ես մնում, ինչքան լռում ես, այնքան քո նկատմամբ ճնշումը ուժեղանալու է։ Ինչքան դու ասում ես Արցախի հարցը փագեցին, բրծանք այս խնդրին, այնքանը մինչև հիշենք, մինչև Արցախի հարցը զանգ չէին փագի, այսպես կոչված փագի։ Արևմտյան Ադրբեջանի խնդիր չկա։ Հակառակը Արևմտյան Ադրբեջանի խնդիրը դրանից հետո ու արհեստական կերպով ծնեցին ադրբեջանցիների այս խնդրեմ, որտեղ հասկացան ինչքան շատ են ճնշում, այնքան շատ են ստանում։ Հիմա որ եթե ասված չեն իրանք այսպես կոչված անկլավներն էլ հանձեն, հավատացեք ինձ նորից ադրբեջանական կողմը կանգ չի առնելու։ Նորանոր պահանջներ է դնելու եւ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձը դա միֆ չի։ Դա իրականություն է, իրենք ու դա ոչ թե ինչ-որ կազմակերպություն է, ոնց որ դուք ասացիք կազմակերպ, դա արվում է Ադրբեջան պետական մակարդակով, պետությունն է ֆինանսավորում, պետական ծրագրերով են իրականացնում, դա ոչ միայն Նախիջևանում է անում, դա արվում է նաև Բրյուսելում է նմանատիպ հավաքի իրենք իրականացնել, խոսել են այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների նրանց վերադարձի իրավունքի եւ այլն մասին։ Հասկանալի է, չէ, որ ճնշումները Հայաստանի նկատմամբ եւ զիջումների պահանջը միայն ավելանալու է։ Նորից եմ կրկնում, եւ մասամբ նաեւ դրանով է պայմանավորված,
ընդդիմության նկատմամբ այս օրորի ուժ գնացող ճնշումներն ու ձեռնարկությունները։ Բայց ցանկացած քայլի դեպքում օրինակ, հա, իշխանությունը կասի, որ այ ինչու եք դժգոհում, մենք մեկ անգամ եւս վերահաստատել ենք, հիմա ամուր դիրքերում ենք ավելի եւ ժողովուրդը մեզ մանդատ է տվել կրկին այս արտաքին քաղաքականությունը շարունակելու։ Հիմա դժգոհությունը ինչու՞մ է։ Չէ, նախ սկսենք այն, որ ժողովրդին այս մանդատ չի տվել, դա կեղծ պնդում է։ Դե 49%, նույնիսկ 49% հաշվի առեք, էլի մենք գործ ունենք մի ռեժիմի, որը ահռելի ֆինանսական միջոցներ է դրել, ստացել այդ միջոցների մի մասը հենց Եվրոպայից, արևմուտքից, ամբողջ պետական ռեսուրսը, բանակը եւ այլն լծված են եղել ընտրությունների կեղծմամբ, ու չնայած այս ամենին, իրանք 50% չեն կարողացել ստանալ։ Պլյուս հիշենք էլի, նախկինում երբ ա եղել, որ ասենք Արտասահմանյան որից է երկրի ղեկավար, ասի որ իմ համար նախընտրել տեխնացուն սա է։ Երբեք այնպես բան չէ Հայաստանի պատմության մեջ։ Իսկ հիմա հերթով գալիս էին Մակրոններ գալի, չգիտեմ, դե Ռուբիոներ գալիս էին ինչ-որ թղթեր էին ստորագրում, իբր թե աջակցում ենք սրան բերեք ընտրեք։ Սա էլ ազդում մարդկանց վրա։ Մարդիկ ինչ որ այս ռոպագանդան եկեք չհերագնահատենք, ինքը շատ ուժեղ ազդեցիկ գործիք է եւ խափել, մոլորեցնել մարդկանց, իրանք կարողանում են եւ այս արտասահմանյան տարբեր այս տուրիստների գալ գնալը եւ ինչ որ կերս փաստաթղթերի ստորագրումը նույնպես նպաստում է իրենց վերընտրմանը, բայց նույնիսկ այս պայմաններում այս ճնշումների, այս կեղծարարության եւ այս սպառնալիքների ու տերորի պայմաններում, երբ որ նորից եմ տասնյակ հարյուրավոր մարդիկ էին ձերբակալում, նույնիսկ այս պայմաններում իրենք չեն կարողացել ապահովել 50%։ Հետո մնացած իսկ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս վերջին որոշումը առավելևս ընդհանրապես փաստում է իրենց գեղանկարչության։ Բայց հիմա 3 եւ 5% ունեն։ Միայն համանadrության փոխելու համար է մի քանի այն պակասում են էլ այսպես հաշվի առնելով ցուցակները։ Եկեք վերջնական չորոշենք, որովհետեւ կա դեռ համանadrական դատարանի որոշումը դեռ պետք է լինի եւ այլն։ Հասկանում ենք, որ ամեն բան չի, որ մեր ուզածով։ Իսկ այս համանadrական դատարանը անվավեր կճանաչի։ Չեմ կարծում անվավեր կճանաչի, բայց ես հույս ունեմ, որ իրան գոնե 3 ընտրատեղամասերում կպահանջեն ընտրությունների վերընտրություններ, որը շատ կարեւոր է, որտեղ իսկապես մոտավորապես 3500 մարդու իրավունքները ճնշված են, իսկ այդ մարդկանց թույլ չեն տվել ընտրությունների մասնակցել, մասնակցել են մի անգամ դա հայտարարել են անվավեր եւ այդ մարդիկ իրենց իրավունք իրականացնելու համանդրական բոլոր իրավունքներ ունեն եւ դրա հետեւից պետք է գնան։ Ես դեռ համոզված եմ, որ Բարգավաճ Հայաստանը վերադառնալու է խորհրդարան։ Իդեպ այդ հարցն էլ է շատ քննարկվում, դեռ վերջնական որոշում չեն ասել մանդատների հետ կապված վերցնել թե չվերցնել։ Ասում եմ, որ վերցնելը, հա, հանրության շրջանում ամեն դեպքում այսպեսի քննարկում կա, ասում եմ մենք մանդատ չենք տվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն գնաք աշխատեք։ Մենք վերցնել թե չվերցնել, դա պետք է ընդդիմությունը ինքը որոշի եւ դա պետք է լինի մեկ միասնական որոշում։ Այսինքն կամ բոլորը վերցնում են, կամ բոլորով չեն վերցնում։ Ես այս առումով իրենց խորհուրդ չեմ կարող տալ վերցնել թե չվերցնել։ Իրանք ավելի լավ են տեսնում իրավիճակը եւ պետք է նաեւ որոշակի ռազմավարություն մշակեն, ըստ որի էլ հասկանան դա պետք է վերցնել թե պետք չի վերցնել։ Այստեղ տարբեր լուծումներ կարան լինել։ Իրանք կարող է չհրաժարվեն այդ մանդատներից, ասենց ասեմ, բայց նաեւ չգնան ու չվերցնեն այդ մանդատները։ Ինչի համար չհրաժարվեն, որպեսզի հետագայում չփորձեն ինչ-որ մանիպուլյացիաներով, իսկ սրանցից ոչինչ բացառել չեն կարող, ինչ-որ համանդրական դատարանի որոշումը փորձեն չանցած կուսակցություններին բերել։ Ես իրավաբան չեմ պնդում, որ դա կլինի թե չի լինի, ամեն դեպքում այդ առումով տարբեր կարծիքներ եմ լսում։ Մի մասը ասում են, որ իրենք կարող է փորձեն դա անեն համանդրական դատարանի միջոցով չանցած կուսակցություններին 2% հավաքած բերեն խորհրդարան։ Մյուսներն պնդում են, որ դա հնարավոր չէ, բայց դա նորից եմ կրկնում, այս մարդիկ կարմիր գծեր չունեն, իրանք համանդրությունը ձևում են, փոփոխում են ոնց ուզում են։ Վերցնեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին որոշումը, ինքը իրավական կազուս է, էլի, այդպես բան հնարավոր չէ, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ ինքը կարող է օրենքի մեկնաբանություն տալ եւ որոշում ընդունել ըստ իր մեկնաբանության, ինչի իրավունք ինքը չունի։ Բայց այնուամենայնիվ եւ իրավական դաշտում եւ քաղաքական միավորումների sense միացման գործընթացը հավասարապես երկուսն պետք է գնան։ Եվ ըստ դրա իրանք պետք է հասկանան, թե ինչ ռազմավարություն ընտրել, եւ ըստ այդ ռազմավարության տրամաբանությունները որոշեն վերցնել, թե չվերցնեն մանդատները։
Այնուամենայնիվ իմ կարծիքով ավելի գրագետ եւ ճիշտ կլինի թե իրենք վերցնեն մանդատները։ Վերցնելը ինչ է տալու։ Եթե այս կազմով մտնեն, նկատի ունեմ, եթե Վերցնելը տալու չորրորդ ուժը չմտնի Բարգավաճ Հայաստանը։ Վերցնելը Այդ դեպքում գոնե ինչ որ լծակներ ավելի վերցնել տալու են նա, որ իրանք հնարավորություն կունենան որոշակի ազդեցություն ունենալ ինչ որ ճգնաժամային իրավիճակներում։ Եկեք չբացառենք, որ մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է որոշակի աշխարհական տրանսֆորմացիայի մեջ։ Եվ կարող են այս ճգնաժամեր ստեղծել, որ ընդդիմությունը առաջ հնարավորություն բացի իր թեկուզ այդքան մանդատներով իրավիճակ փոխել երկրի ներսում եւ իշխանապողություն իրականացնել։ Իսկ տարբեր սցենարներ հնարավոր են։ Հետեւաբար մանդատներից լրիվ հրաժարվել ինձ թվում է ոչ ճիշտ եւ ոչ հեռանկար ճանապարհ է։ Բայց նորից եմ կրկնում, դա իրենց որոշելիք։ Շնորհակալ եմ, պարոն Մամվելյան, ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի աստադիտողներ, Եվրոմեդիայի զրուցակիցը այսօր Հայաքվե քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մամվելյանն է։ Շնորհակալ եմ հետևելու համար մեր եթերին, կհանդիպենք։